Ես փոխանցում եմ ձեզ հավաստի տեղեկություն։ Այն ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, եկեղեցու դեմ այս նողկալի պայքարը, վեհափարի սրբազանների դեմ այս նողկալի պայքարը, հավատացեք ինձ, որ ՔՊ-ում եւ մասնավորապես ՔՊ խմբակցությունում կամ բազմաթիվ մարդիկ, ովքեր ուղղակիորեն նողկում են այս զարհուրելի պայքարից, այս զարհուրելի նողկալի սատանայական ճակատամարտից, որ սկսել է Նիկոլ Փաշինյանը։ Հավատացնում եմ ձեզ, երբ որ երեք Նիկոլ Փաշինյանը սպառնաց, ներողություն եմ խնդրում մեզ հետևողներից, ես պիտի օգտագործեմ այն տերմինոլոգիան, որ օգտագործել է Նիկոլ Փաշինյանը, հրավիրեց, երբ որ երեք Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում հրավիրեց վեհափարին եւ վեհափարի խոսնակին, կներեք 1000 անգամ ձևակերպման համար, տեսնելու իր առնանդամը եւ համոզվելու, որ այն թլպատված չէ, հավատացնում եմ ձեզ, նույնիսկ ՔՊ խմբակում այս աստիճան ցածրակարգ, այս աստիճան նողկալի, ինչ ասեմ, տվայտանքը առաջացրել է զարհուրանք։ Մարդիկ, ՔՊ-ականները իրար մեջ խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը խելագարվել է եւ Նիկոլ Փաշինյանին պիտի կանգնեցնել եւ այո այս ֆոնին, երբ որ Սամվել Կարապետյանը իր վերջին ուղերձում ասում է, որ ՔՊ-ում եւս կան մարդիկ, ովքեր ուզում են, որ այս ազգակործան աղետին կանգնեցնեն, ովքեր ուզում են, որ այս արհավիրքը կանգնի, ես դա միանշանակ հաստատում եմ, որովհետեւ ես գիտեմ բազմաթիվ ՔՊ-ականների, ովքեր սենց րոպե առաջ սպասում են, թե ինչ ընթացք է ստանալու impeachment-ի գործընթացը, որպեսզի նրանք եւս միանան այն պահին, երբ որ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը այլևս իրենց չի հասնի եւ իրենք չեն ընկնի Նիկոլ Փաշինյանի մսաղացի տակ։